յուրաքանչյուր մարդ ինքը հոգատարության կարիք ունի եւ հատկապես տարեցները նաեւ այն մարդիկ որ տանը մենակ են որովհետեւ զավակները այլ քաղաքներում են կամ երկրից դուրս են իրենք տանն են հոգատարությունն է ընդհանրապես նախ մարդուն անունով ճանաչելու մարդու խնդիրներին ծանոթ լինելու իրենց կյանքին տեղյակ լինելու ամենապարզ հասարակ բան է որ որևէ մեկ այդ օրը պատարակի չի գալիս անհանգստանում ենք մեկը մյուսին հարցնում ենք ուր են ինչ են զանգում ենք կամ եթե մեկը տեղյակ ասում է որ զանգել ասելը չի գալու մենք այդպես կապը պահում ենք բոլորի հետ եւ այդ մարդը իրեն գնահատված որ իր բացակայությունը զգում է այ օրինակ վերջերս մեր հավատացյալ քույրերից մեկը, այսինքն մայրիկներից մեկը մի քանի օր էր բացակայում էր, այսինքն նամակ չէր գրում, գրեցի ուր եք, ինչի չեք գրում, ոգեով ոնց ձեր ուշադրությունը ես արժանացել եմ, որ դուք ինձ հարցնում եք ուր եմ ես, ինչի չեմ գրառում չեմ արել YouTube-ի մեջ։ Այսինքն ամեն մարդ այդ կարիքը ունի, եւ այդ հոգատարությունը վեր ստեղծում է նաեւ մտերմությունը։ Եվ այդ մտերմությունից էլ ձևավորվում է ընտանիք։ Ասենք Տիկին Ժենյան մեզ համար խորհրդատու է նաև մեզ համար մեծ մայրը այն որ ինքը ասենք գիտի ինչ ենք սիրում ասենք ինձ համար հատուկ ճաշա պատրաստում որ ուխտի են գնում գիտի տեր հայրը դա է սիրում օրինակ այդ հոգատարությունը արդեն այդ ջերմությունը ստեղծում է որ մենք իբրև քրիստոնյա համայնք իբրև հայ արդեն կարողանանք մեկս մյուսին սիրել ոչ թե մեր առավելությունները այլև նաև մեկս մյուսի թերությունները բացերը տեսնելով ու դրանք իրար հետ սրբագրելով Կովիդի համաճարակ այդ օրերին որ եկեղեցիները փակ էին Տիկին Ժենյան ոչ մի բացակա չի ունեցել այդ օրերին, որ բոլորը վախով տանից դուրս չեն գալիս, շատ տեղեր եկեղեցիների դռները փակ էին, մենք չենք փակել եկեղեցի դուռը երբեք։ Ազատ եղել, ովքեր որ ուզել են, եկել են եւ Տիկին Ժենյանը միակներից է եզակին, բայց ամբողջ 20 թվականը եկեղեցից մեկ օր չի բացակայել։ Եվ չի վարակվել դեռ այդ։ Եվ ամենակարևոր, այո։ Եվ վարակվել եմ ուրիշ տեղ։ Արդեն հաջորդ տարի։ Արդեն 21 թվին լրիվ ուրիշ տեղ։ Տեր Շավարժ, ինչ է առաջարկում հայ առաքելական եկեղեցին տարեց անձանց, այն մարդկանց, ովքեր անցել են վաստակած հանգստի։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Եկեղեցին ընդհանրապես բոլոր տարիքային մարդկանց համար ունի իր առաջարկությունը երեխաների համար, երիտասարդների, իսկ ծերերի համար հատկապես կարևոր է, որովհետև այն մարդիկ, ովքեր որ երկար տարիներ վարժված են աշխատանքի, ամեն օր գործի գնալու, աշխատել եւ հետո անցնում են իրենց վաստակած հանգստին, եթե իրենք տանից դուրս չգան, շարունակեն մնալ տանը, իրենց համար կյանքը շատ կարճատվում է, կարճանում է։ Իսկ դրա համար եկեղեցին իրենց առաջարկում է ակտիվ կյանք։ Նախ եկեղեցական արարողություններին, պատարակներին, տոնական օրերին, իսկ դրանից ավելի ուխտագնացությունները շատ մեծ տեղ ունեն եկեղեցում, որ մարդկանց հավաքում ենք խմբով, մեկնում ենք տարբեր ուղղություններով, մեր պատմական վանքերը, սրբավայրերը, պատարակներին, տոնական օրերին մասնակցել եւ նաեւ միջավայր ենք ստեղծում նոր մարդկանց հետ ծանոթանալու, շփվելու նորով իրար գտնելու գնահատել այն ինչը որ մենք աշխատանքի ընթացքում զբաղվածության պատճառով հնարավորություն չենք ունեցել մարդկանց հետ շփվելու, կիսվելու, հիմա շատ լավ առիթ է նորից այդ մարդկանց ճանաչելու, այդ մարդկանց հետ նորից նոր կյանք սկսելու համար։ Ուխտագնացություններին հրավիրելու համար հատուկ դուք գտնում եք նրանց, կապվում եք, թե մեկը մյուսին լսելով, իրար ասելով են սկսում։ Ովքեր որ միշտ եկեղեցի գալիս են, իրեն գիտեն, ասենք պատարակից հետո կամ հայտարարություն ենք տարածում կամ WhatsApp-ով խումբ ունենք ստեղծած, նամակ են գրում, ուր պիտի գնանք, ինչ պիտի հետներս վերցնենք, ինչպես պիտի պատրաստվենք, եւ նաեւ մեկը մյուսին լուր են տալիս։ Եվ այդպես հավաքվում են։ Արդեն կարող է 20-ից մինչև 50, 60, 100 հոգի մարդ հավաքվի, նայած որ ուղղությամբ ուր ենք գնում։ Տղան որ զանգում է, արդեն գիտի, որ եկեղեցում է, ապահով է։ Մյուս որդու մոտ։ Տեր Շավարժ, ես մի բան էլ ավելացնեմ, որ օրինակ մենք ասենք Գյումրի ենք գնում ուխտագնացության, ասենք մենք միայն չենք գնում եկեղեցիները։ Ես փորձում եմ այդ օգտագործել, օրինակ Շիրազի տուն թանգարան, Իսահակյանի տուն թանգարան, մեր Մկրտչյանի, այսինքն նաև մեր մշակույթի արվեստի մարդկանց հետ ծանոթացնել, այսինքն մենք կապը ստեղծում ենք հոգևորը, մեր մշակույթային արժեքները նաև, մեր պատմական
բերթերը, ամրոցները, այն տեղերը, որտեղ որ ազգը իրեն պիտի ճանաչի, այսինքն ուխտագնացության նպատակը միայն աղոթելը չի, այլ նաև առնչվելն է քո անցյալի հետ, որպեսզի քո անցյալի եւ ներկայի համադրումով կարողանաս նաև քո սերունդների համար ապագա կերտել։ Դե շավարժ, արդյոք կարծրատիպի առումով դեռ խնդիր չունենք, որ հասարակությունը կամ ընտանիքի անդամներն ընկալում են, որ տատիկը թող տանը նստի, թող թորներին նայի, մուրաբաներով զբաղվի, այլ ոչ թե հենց իրեն համար, իր հոգու համար կամ այսպես ասած հաճույքներ վայելի։ Դա գալիս է նաև մեր կրթությունից, մեր դաստիարակությունից, մեզ ինչ արժեքներով են դաստիարակել։ Այսինքն եկեղեցու եւ առավել եւս հոգեվորականի առաքելությունը միայն Սուրբ Գիրքը կամ եկեղեցու խորհուրդները սովորեցնելը չէ, այսինքն մեր եկեղեցին ինչ է կոչում ազգային եկեղեցի, որովհետև իր ամբողջ քարոզչության մեջ, իր ամբողջ ուսուցման մեջ նաև ազգային արժեքներն են դրված։ Եվ պատահական չի, որ մեր գրողների, գիտնականների, պատմիչների մեծ մասը հոգեվորական են, այսինքն արժեքը պիտի փոխանցես այդ ճանապարհով։ Մտիկ ինժեներն նաև Դիլիջանում մեր երաշտական քոլեջ ունենք, որ մի շատ լավ գեղեցիկ միջոցառումներ, համերգներ են լինում, երբեք բացակա չի։ Այսինքն միշտ ներկա է նաև համերգներին, ինչքան որ տոնական միջոցառումներ կան, հանդիսություններ կան, մեր մեծերը այնտեղ են։ Եվ մենք որ գնում ենք ուխտագնացում, այն մեծերը չեն։ Մեզ հետ կարա 3 տարեկանից մինչև 77 տարեկան երեխաները լինեն։ Այսինքն բոլորը նաև այդ ձևով են իրար հետ շփվում, պատմում ենք, իրենք գալիս են թորնիկներին են հետները բերում, իրենց երեխաներին են հետները բերում եւ նրանք էլ ամբողջ օրը մեզ հետ են անցկացնում։ Այ հիմա առաջիկայում պիտի գնանք դղեր։ Պիտի գանք այդ պատմական վայրը, պիտի իջնենք Օշական, Մեսրով Մաշտոցին այցելելու, պիտի գնանք Աշտարայ, այսինքն այս ամբողջ մեր պատվիթը նաև ճանաչողական է, մեր հայրենիքը ճանաչելու, տեսնեմ մենք ինչ արժեքներ ունենք, որ մարդիկ որ խոսում են թշնամին, երբ որ խոսում է, ասում է սա մերն է, սա մերն է, հայ մարդը պիտի իմանա, որ դա իրենն է։ Այդ խոսքերով չի, որ մանավանդ այսօր տեղեկատվական կեղտը շատ է, խաբեությունը շատ է, մենք պիտի ճանաչես, եթե չճանաչես չես կարող, եթե դու ճանաչես, նոր պիտի ընդունես, որ դա քոնն է, եթե դու չես ընդունում, որ դա քոնն է, օտար ինչ ուզի, կարող է քեզ սովորեցնել։ Ես Միքայել Նալբանդյանի խոսքը ասում է մեռնեմ ձեզ երեխեք ուրբան եմ ձեզ 10 լեզու իմացեք, բայց ձեր մայրենին ամենալավն իմացեք, այսինքն օտարի գիտելիք ինչքան էլ իմանաս, քոնը պիտի շատ իմանաս, որ կարողանաս ամուր կանգնել քո հայրենիքի մեջ։ Հիմա որ մտնում եմ եկեղեցի, ասում եմ բարելույս աղջիկներ, ոնց եք, ոգևորվում եմ, որ իրենք տեսը տարիքին են, բայց իրենց դեր հայ աղջիկներ ասում։ Տիկինյա, իսկ ընդհանուր առմամբ, եթե նկարագրելու լինեք, եթե մեզ պատմեք այ 70-ն անց մարդու, տարեց մարդու խնդիրները կամ պակաս տեղերը մեր երկրում, ինչը կուզեիք, որ ավելի լավ լիներ, այ աղջիկներով, երբ որ քննարկում եք, ինչն եք ուզում փոխված տեսնել։ Շատ բան չենք ուզում։ Տարեց մարդը եւ թոշակառուն, եթե ստանում է թոշակ եւ վաստակել է թոշակը, բայց ոչ այդ քանակին, ցանկանում է եւ ուզում է, որպեսզի վայել կյանքով ավելի ապրի, ոչ թե ինչ որ շռայլելով կամ ընդհակառակը այցելելով տարբեր տեղեր։ Օրինակ մենք Դիլիջանում ենք, մենք խնդրեմ ունենք ինչ առումով Երևան գալու, ուզում ես թատրոն գնաս, ուզում ես օպերա գնաս, բալետ գնաս, վերջապես թանգարաններ գնալու, այդ հնարավորությունները իրոք դժվարություններ է պատճառում մեզ։